Ես ուզում եմ ուղղակի հարց ուղղել կամ մի փոքր ելույթ ունենալ ծանրանի արտադրության վերաբերյալ։ Արդեն մոտ ժամ ու կես այստեղ գնում են քննարկում եւ ծանրին արտադրության ծանրատար շոշափումն է, այս պատճառով, որովհետեւ եթե որակի Սարավան գյուղերը գտնվում են արդեն հեռու, անմիջապես գոտու ռիսկային գոտում գտնվում է Գնդեվազ գյուղը։ Եվ բարձրաբար այս հարցը պետք է անպայման իր շատ լավ բարձրաբանում ստանան։ Ես այդ բարձրաբանման կապով եմ հետո ունենում։ Առաջին հարցը դա է, որ ինչքան ստեղ հնչեցրեցին այդ ռիսկերի մասին հարցեր, մենք ստացել ենք պատասխան կասկարին, որ այդ գործարանը կամ այդ արտադրությունը 100%-ով ապահով է, բայց աշխարհում չկա այնպիսի գործարան, նամանավան սանային գործարան, որ պետք է 100%-ով ապահով լինի։ Բաց ցիկլով է աշխատում, թե բաց ցիկլով 100% ապահովություն դուք չեք կարող մի րոպե, այդպես տպավորություն է ստեղծվում։ Երկրորդը, ուրեմն, ինչ է պահանջվում ծրագրից։ Եթե դուք տալիս եք գնահատական, դուք պետք է անպայման խոսել այդ ռիսկերի մասին, որոնք իրականությունում կա։ Իսկ այդ ռիսկերը ես ուզում եմ ասել, որ նրանք բավականին բարձր։ Պարոն Սակրատելյանը օրինակ բերեց, որ տարել են մարդկանց ծանոթանալով ուրեմն նվավյանցալ նահանգների տարբեր ծանրային արտադրության հետ, որ նրանց անդրկացել են, համոզվել են եւ այլն։ Ուզում եմ ասել, որ ստեղ մի փոքր ապատելականություն կա, որ բոլոր ծանրային արտադրությունները ամիացան նահանգներում անվտանգ են։ Մենք ունենք բազմաթիվ արձանագրված համաշխարհային պրակտիկայում օրինակներ, երբ որ օրինակ նույն ես կարող եմ այստեղ բաժանել այդ թերթիկները, որովհետև եթե ով որ ուզում է իմանա, որտեղ ինչ ծանրային վտարներ կային, եւ մարդիկ մահացել են, եւ ով աշխատել է, իսկ եւ ով չի աշխատել, եւ Մոնտանա համայնքներում, Մոնտանա, մի րոպե մի հանգարեք ինձ խնդրում եմ, եւ ես կարող գյուղապետ խնդրում եմ ապահովել մեր նորմալ մասնակցությունը, որովհետև մենք նույն իրավունքով ենք ստեղ գտնվում, ինչպես եւ բնակիչները, նույն իրավունքներով։ Նահանգի մակարդակով օրենք ընդունել, որ նրանք արտելում են ծանրային արտադրություն։ Դա բացի որպես փաստ։ Եվ դա եղել է մեծ վտարից հետո, երբ որ 27 կիլոմետր ետը լրիվ տոքսիկացվել։ Մյուս նահանգում վտարից հետո $150 միլիոն նախատեսված եղել, որ այդ լրիվ դետոքսիկացիան դիտարկվի այդ ամբողջ տերիտորիան։ Դուք իհարկե նշել եք այդ միջազգային ինստիտուտը, եւ ես ուզում եմ ասել, որ այդ ծանրային տեխնոլոգիայի միջազգային ինստիտուտը տվեց իր համաձայնություն, որ կումտոր ընկերությունը, որ աշխատում է Հրվեստանում, լրիվ համապատասխանում է իրաց բոլոր պահանջներին, ընդ որում որ կումտոր ընկերությունը, երբ որ ուրեմն այնտեղ վտարը եղել, 4 հոգի մահացել է եւ 100-ավոր հոգի եկել է հիվանդանոց։ 98 թվականի վտարը։ Ուրեմն ի՞նչն է պահանջը։ Դուք ձեր ծրագրում ոչ մի բան չեք խոսում ռիսկերի մասին։ Դուք պետք է խոսեք, ինչ ռիսկեր կան, ինչպես է դուք ապահովում ռիսկերը։ Եվ ինչ արած եվրոպական ստանդարտներ, ձեզանից պահանջում են ֆոնդ ստեղծել։ Դուք եվրոպական, եթե դուք աշխատում եք եվրոպական ստանդարտներից, եթե ֆոնդ եք ստեղծում, ինչ փոխով $150 միլիոն դա քիչ գումար չէ, որտեղից եք վերցնում այդ գումարը, որ ապահովեք այդ ամբողջ վտարների հնարավոր ռիսկերի դրանում։ Այսինքն դրա մասին ծրագրում ոչ մի բան չկա դրա մասին։ Երբ մի բան ասել ծանրային արտադրության վերաբերյալ, ուրեմն նույն Եվրոպան պահանջում է, քանի որ այնտեղ Բայրամ Մարայի Ռումինիայի վտարից հետո, ուրեմն նրանք ընդունել են դիրեկտիվա, ըստ որի ծանրային տոկոսությունը պրոցենտից, պետք է նվազագույն լինի, բայց այդ դա բարձր տոկոսը, որովհետև դուք շատ ծածր, ես հասկանում եմ, շատ ծածր պարունակություն կա երևույթին, դուք շատ բարձր տոկոս եք օգտագործում, դա է հապասում դիրեկտիվը 20, այո, դուք նշում եք, ինչքան է, դուք ասեք, դուք եք հնչեցնում,
Պիտի Զարաֆյան ձեր հարցի համար։ Okay, so sorry. I'm going to ask you a question. Can you give me an example of people dying of cyanide in the last 20 years in the mining industry? Ես ասում եմ մի հաստատ, կարող եք բերել օրինակ վերջին 20 տարում հանքարդյունաբերության ոլորտում ցիանիդից մարդիկ են մահացել։ Kyrgyzstan punto. Kyrgyzstan, it never happened. Okay, it was influenced by the NGO community in Kyrgyzstan to show that there were some people dying, but at the end of the day, the person that died of a heart attack, which has nothing to do with cyanide. Պետք է ասել, որ Կիրգիզստանը դա տեղի չի ունեցել, այդ ապօրինը բարձրացել էին տեղի հերկները, ի վերջո պարզվեց, որ այդ անձը, որ մահացել է սրտի կաթվածից, որ ոչ մի կապ չունի ցիանիդի։ Սա կամպանիայի պնդումը եւ մենք չենք հավատում կամպանիայի պնդմանը։ No, Mr. Zarafian, you are wrong. I was at the IFC at that time. I conducted the investigation. I went to the hospital. I saw the body. This person died of the heart. Տիկին Զարաֆյան, ճիշտ է, ես այդ ժամանակ աշխատում եմ այդ ընկերությունում, ես մասնակցել եմ հետաքննությանը, ես ինքս գնացել եմ հիվանդանոց եւ ապացուցել եմ, ապացուցված է, որ այդ մարդը անհատական մահացել է սրտի կաթվածից։ And at that time I was in an independent panel, totally non-related to the company, so we gave our conclusion, and our conclusion were approved by EBRD, IFC, and the government of Kyrgyzstan. Այն ժամանակ ես աշխատում եմ որպես անդամ փորձագետ եւ մշակվել են այդ եզրակացությունները եւ եզրակացությունները հաստատվել են նաեւ EBRD, IFC եւ մյուս կազմակերպության կողմից եւ ղեկավարության կողմից։ Okay, today there's about 600 e-police facilities in the world. Այսօր աշխարհում կա մոտ 600 տարածման այդ տեխնոլոգիաներ։ They are in countries where I can say honestly the regulation are far more stringent than in Armenia. Եվ նա գտնում են այն երկրներում, որ ես անկեղծորեն կարող եմ ասել, բնապահպան օրենսդրությունները շատ ավելի խիստ են քան Հայաստանում։ The most stringent regulation in the world are California and Nevada. Աշխարհի ամենախիստ օրենսդրությունները այդ ոլորտում Կալիֆոռնիա եւ Նևադա նահանգների օրենսդրություններն են։ We made the decision last year to book the mayors of the community, but we also invited the civil society, and they refused to come. We also invited the government, and they said that they would come at the different stage of the processing of the Amosar project. Անցած տարի ճիշտ է մենք հավաքների ներկայացուցիչների ղեկավարներին հրավիրեցինք եւ տարանք այդտեղ տեսնելու մենք միայն ժամանակ հրավիրել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բայց նրանք հրաժարվեցին չեկան։ Միևնույն ժամանակ մենք հրավիրել ենք որ մասնակցեն այդ ուղղության կառավարության մասնակից ներկայացուցիչները, նրանք ասեցին որ որոշ մեր աշխատանքի այս պրոյեկտի այլ փուլում նրանք կգան եւ տեսնեն։ They have seen e-bleach in Nevada 500 meters from a city which is probably 10 times more populated than Guntevas. Եվ նրանք Նևադա նահանգում տեսել են տարածման այդ տեղանքը, որը քաղաքից գտնվել է 500 մետր հեռավորության վրա, քաղաք, որը առնվազն մի 10 անգամ մեծ է, քան Գնդևաս համայնքը։ So the key, and I'm not going to argue a long time, the key is the design of the facility, the monitoring during the construction, the monitoring during operation, and I would like to remind you that I made a proposal to the civil society at the end of the Sustainable Mining Conference. I made a proposal that we should monitor it together. Okay? And when I say together, we provide you with the... Ես եմ երկար վիճակագրության մեջ մտնում, ասեմ, որ այս հանգուցային հարցն է, մոնիտորինգը նախագծման ժամանակ, մոնիտորինգը շինարարության ժամանակ, նաև մոնիտորինգը շահագործման ժամանակ, եւ եթե հիշում եք կայուն կամ հարատև հանքագործությանը նույնված կոնֆերանսի վերջում ես առաջարկեցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի նրանք մասնակցեն եւ մենք այդ մոնիտորինգը իրականացնենք համատեղ։ So this proposal is still on the table. If you want to participate at any stage of the design, the construction, between the design and the construction, there is the detail engineering. If you want to participate, if you want to meet the people that are working with us, if you want to have equipment to do independent monitoring of the quality of the water during the operation, you will have the opportunity to do it. You will abide by the best standards. Ես ուզում եմ ասել, որ այդ առաջարկությունը մեր այսօր
սեղանի վրա է եւ կարող եք մասնակցել մոնիտորինգի նախագծման փուլում, շինարարության փուլում, շահագործման փուլում, նախագծման եւ շինարարության միջև մի փուլ կա, որ մանրամասն ինժեներական նախագծերն են արվում եւ եթե դուք ունեք համապատասխան սարքավորումներ, խնդրեմ դուք կարող եք նաեւ անկախ մոնիտորինգ անցկացնել, հնարավորություն ունենաք անկախ մոնիտորինգ անցկացնել նաեւ բոլոր այդ փուլերում։ We have been, and I will finish that, we have been discussing recently with the American University about a comprehensive health survey, which we will do in the next year before we start any construction. So we will monitor the key parameters of the health of the people in Kundavas, in Gorak. This is usual study planning. And we will use this study as a benchmark to see if the people are getting worse or better. Ես պետք է ասեմ, որ մենք պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա ամենաբարձր ստանդարտներով աշխատել եւ մենք անցած տարի համապատասխան ուրեմն պայմանավորություն ենք ձեռք բերել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որպեսզի իրականացնենք առողջության ուրեմն հետազոտություն համապատասխան համայնքի բնակիչների մեջ, տեսնենք ինչպիսին է, հասկանանք այսօրվա նրանց առողջական վիճակը ինչպիսին է եւ դա ընդունելով որպես բազային գիծ դրանից հետո իրականացնենք ընթացիկ մոնիտորինգը տեսնենք որ ցանկապ է։ And I'm going to finish with two practical examples. In Armenia, many people are smoking. There's far more cyanide in a cigarette due to the treatment of the tobacco than in the heat leach facility. The second example is this piece, which was called a long time ago Formica. This is full of cyanide. It doesn't happen anymore, but the basis of the construction of this material was using cyanide. It's not used. The small, this one. Yeah, the glue was made of cyanide, and although it doesn't exist anymore, but our grandmother in France, in Germany, in the Soviet Union, have all been living with this kitchen. Okay? Երկու օրինակ բերեմ, ուրեմն Հայաստանում շատ մարդիկ ծխում են, հավատացնում եմ ձեզ, որ այդ ծխախոտի միջով իրանք շատ ավելի ցիանիդ են ստանում, որովհետև շատ ավելի բարձր է կոնցենտրացիան կամ մեր տարածվածման այդ տեխնոլոգիայով եւ սա շատ ավելի վտանգավոր է առողջության համար։ Երկրորդ ուզում եմ օրինակ բերել այդ համապատասխան ուրեմն քիմիական նյութի պլաստիկի, որը օգտագործվում է մինչեւ այսօր ժամանակի շատ է օգտագործել եւ այդտեղ նույնպես ցիանիդի տոկոսը շատ ավելի բարձր է, մեր մայրերը, տատիկները այդպիսի խոհանոցներում են իրենց ամբողջ կյանքն անցկացրել եւ այդ տոկոսի ցիանիդից նրանք որևէ վնաս չեն ստացել։ Thank you very much. Շատ շնորհակալություն։ Կներեք, շնորհակալություն։ Իհարկե շատ շնորհակալություն հրավերի համար, որ դուք հավելում եք հասարակությունը մոնիտորինգ անցկացնելու, բայց ես ուզում եմ նշել, որ դուք բայց ես չստացա պատասխան, այսինքն որն են այդ ռիսկերը կոնկրետ համայնքի համար, եւ ինչպես եք դուք գնահատում, եւ որտեղից դուք փող պետք է վերցնեք այդ փողը ստեղծելու համար, եւ ինչքան է փող ծեսվել, եթե հանգած ասեք եւ մի վտար կամ ինչ-որ ես է պատասխանը չստացա։ Ինչ վերաբերում ծխելուց, բոլորը գիտեն, որ Հայաստանում 2.5 անգամ օնկոլոգիա մեծացրեց եւ իհարկե ծխել է ստեղծել ներկայում շնորհակալություն հնարավորության։ Ամեն Դից առավել նախագծի մեջ եւ որ ասենք ռիսկերը նշված չէ, ռիսկերը նշված գնահատված թույլ ուրեմն ռիսկերը նշված են եւ նույնիսկ նշված է ինչ միջոցառումներ են ուրեմն նախագծված, որը իհարկե միջնաշարժ գեոմեմբրանային շերտերը, սկրուբերները ինչպես կոլեգան նշեց, այդ ամեն ինչ ուղղված է ուրեմն որ ցիանիդի ռիսկերը այդ ամեն բացատրեց ով է խոսում։ Հիմա ես դες նորից դա ասում եմ, ուրեմն այդ ցիանիդի ռիսկերը թե արտանետումների, թե արտահոսքի ժամանակ բոլորը գնահատված են։ Եվ գնահատվելուց հետո ինչպես են ընդհանրապես անում շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը։ Գնահատվում է ռիսկը։ Ռիսկը գնահատելուց հետո գնահատում ես ինչքան ուժեղ է ազդեցությունը։ Եվ կախված ուժգնությունից ազդեցության համապատասխան միջոցառումներ ես նախագծում։ Եվ հետո գնահատում ես, որ մնացորդային ազդեցությունը արդյոք նորմերի մեջ է, թե ոչ։ Եվ մենք գնահատել ենք այդ ամբողջ ռիսկերը, նախագծել ենք համապատասխան ազդեցության միջոցառումները եւ մեր շրջանում գրված է, որ այո, բոլորը կառավարել են։ Խնդրում եմ դից առաջ կարդացեք, այնտեղ թե կոնցենտրացիան է նշված, թե միջոցառումներն են նշված, ամեն ինչը նշված է։
Ես ասում եմ, կարող ենք միշտ պատրաստ ենք ձեր բոլոր արձագանքներին հանդիպման, մենք կարող ենք հանդիպել, դուք ժամանակ դրսեք կարտացեք, կարող ենք միշտ հանդիպել, բայց մի ասեք, որ ընդեղ նշված չի, բոլորը նշված է, ես հավաստիացնում եմ։ Եթե դուք գտնեք, խնդրում եմ, առարկայական, գտեք, ասեք, սա հաշվի չեք արել, մենք միշտ անդրադարձել ենք։ Եթե հաշվի չենք արել, մենք շատ կարճ ժամանակ հրավիրելով մեր արտասահմանային մասնագետներին կնախագծենք համապատասխան միջոցառում կամ անդրադառնանք ձեր հարցին։ Ինչպես ահռելի ժամանակ միջոցներ են ծախսվել այս բոլոր հարցերի պատասխանելու։ Ու շատ վիրավորական